Ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչներս ավելի երիտասարդների մասին խոսելիս սիրում ենք մուննաթ գալ։ Քիչ եք կարդում, քիչ։ Բա մեր ժամանակ այդպես էր, ասենք մի անգամից, այդպես չէր։ Բայց եկեք նաեւ անկեղծ լինենք նախ ինքներս մեր ու մեր երիտասարդների հանդեպ եւ ռետորականի փոխարեն շատ կոնկրետ հարց տանք։ Ինչպես կարող է կարդացող, հետևաբար լուսավորյալ, դեպի ճանաչողությունն ու գիտելիքը հակված սերունդ ձևավորվել մի միջավայրում, որի արժեքային կողմնորոշիչներն են կրիմինալ մտածելակերպը, զոռբայությունը, բռիությունը ու փողը, չհաշված բազում այլ արատավոր հանգամանքներ։ Ինչպես կարող է լուսավոր մի բան ծնվել մերկ նյութի եւ անուղեղ բռունցքի պաշտամունքից։ Չարժե պատրանքների գիրկն ընկնել, չի կարող։ Դա յուրատեսակ փակուղի է։ Հետևաբար նախ այդ փակուղային միջավայրն է պետք փոխել։ Իսկ չէ որ դա ավելի շատ հենց ավագ ու միջին սերնդի գործունեության կամ անգործության արգասիքն է։ Ավելի լավ է յուրաքանչյուրը ինքն իրեն հարց տա. իսկ ես ինքս ինչ եմ արել, որ իմ զավակը, եղբորս աղջիկը կամ քրոջս տղան, հարևանի երեխան կողմնորոշվեն դեպի գիրքն ու գիտելիքը։ Տափակ կենցաղային փիլիսոփայական ընդհանրացումներ ենք արել, թե այ բալա, մենք ինչ շահեցինք, որ դու ինչ շահես, չհասկանալով, որ անբավարարության մեր բարդույթները դարձնում ենք նոր ձևավորվող էակի կողմնորոշիչ։ Թե բացատրել ենք, որ ամենամեծ հարստությունն ու հաջողության գրավականը լուսավոր միտք ու գլուխ ունենալն է։ Գիրք ենք նվիրել նրան ծննդյան օրը, թե զոռել ենք, որ մենակ փորը լցնի։ Մենք ինչ ենք արել։ Ես պատասխան չեմ պահանջում, ուղղակի հարցնում եմ, որ գոնե մի քանի րոպե մտածենք այդ մասին։ Նաև ինձ եմ հարցնում, ինչ տարբերություն, ես չեմ դուք եք։ Չգիտեմ, թե հատկապես ինչ ենք արել։ Միայն նկատելի է, որ մեր խոսքը մեր գործին չի բռնում։ Մենք ամեն մի հավաքույթի ժամանակ պարտադիր խմում ենք երեխաների կենացը եւ գարաժ ենք սարքում նրանց խաղահրապարակի հաշվին։ Մենք, եթե անգամ գիրք ենք նվիրում մեր երեխային, դրանով գործը ավարտված ենք համարում ու մեկնվում բազմոցին հեռուստացույցի առաջ որպես կենդանի օրինակ։ Ոչ բոլորն են իհարկե այդպես վարվում, բայց միջավայրը հուշում է, որ հաստատ մեծամասնության մեջ լավ օրինակ չենք տալիս ու գոնե մեր շուրջը մի կարգին միկրոմիջավայր չենք ձևավորում։ Մուննաթ գալուց առաջ եկեք նախ ինքներս մեր միջավայրը փոխենք։ Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան շարունակ անիծել խավարը ու չկեղծենք, գոնե ինքներս մեզ։ Սիրելի բարեկամներ, այսօր եկեք միասին ընթերցենք Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը, գրված ավելի քան 100 տարի առաջ։ Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր։ Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը։ Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից եւ ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։ Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում։ Այդպես պիտի լիներ մարդը, եւս առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ այն երևակայելի է։ Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան, եւ հանկարծ դուք տեսնում եք, նա խաղ է անում, դերասանություն է անում։ Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։ Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները։ Նրանք խաղ են անում ամենտեղ, ամեն բանի հետ, եւ ահա մեր կյանքը ավելի նման է թատերական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց տեսեք, որքան դերասաններ ունի։ Իրենց վրա առած զանազան դերեր նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարիզում։ Ահա սա ներկայանում է ամենտեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ։ Մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու եւ ամենքից հաշիվ ուզելու։ Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու եւ զզվում եք վերջապես։ Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են։ Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է,
Իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է։ Սրանք էլ այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու եւ տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը։ Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհը քանդվի։ Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բացարել եւ ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու։ Եվ որպեսզի այդ թամաշավոր ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են ժողովրդի անունը։ Խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են ժողովուրդով։ Ժողովուրդն այսպես է կամենում։ Ժողովուրդը մեզ հետ է, ժողովուրդը ձեզ կդատի։ Ուր ես ժողովուրդ, անարգում են քեզ։ Այդ հերիք չէ դեռ։ Ժողովուրդն էլ են կեղծում։ Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ։ Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է։ Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։ Եվ ով պիտի ջոկի։ Երբ, որ մի տեղը։ Կեղծիք ու խաչագողություն ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի։ Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես։ Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա։ Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ։ Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը։ Սիրելի ռադիոլսողներ, գրապահոցի վերնատանը այսօր մենք հյուրընկալել ենք բանաստեղծ թարգմանիչ Նարցիս գրական գեղարվեստական մշակութային հանդեսի փոխխմբագիր Շանթ Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ։ Պարոն Մկրտչյան, օրերս լույս տեսավ հայ ժամանակակից արձակի անթոլոգիա եւ իմ ունեցած տեղեկություններով դուք անմիջական առնչություն ունեք այդ իրադարձությանը։ Կխնդրեի փոքրինչ պատմեիք որպես խմբագիր։ Այո, առնչվում եմ ուղղակիորեն։ Ժամանակակից արձակի պատմվածքի անթոլոգիայի պահանջը վաղուց կար, որովհետև տարբեր պարբերականներ տպագրում են։ Հեղինակները տպում են քիչ տպաքանակով։ Գիտեք, մեր այսօր ամենաբարձր տպաքանակը 500-700, ամենաշատը 1000 տպաքանակով գիրք տպագրվի, որը շատ ոչ հեռու անցյալի համեմատ կարծում եմ շատ փոքր է։ Ընթերցողին առավել ամբողջական պատկերացում տալու համար մենք կազմեցինք արդի պատմվածքի ընտրանին։ Այդպես է կոչվում է, չէ՞ գիրքը կներեք։ Այո, արդի պատմվածքի ընտրանի։ Բարի։ Առաջարկի հեղինակը եղել է Edit Print հրատարակչության Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանին։ Մկրտիչ Կարապետյանը տպագրում է մեր ամսագիրը, Նարցիս գրական գեղարվեստական ամսագիրը արդեն 6-րդ տարին է։ Այդ ընթացքում մեր գործնական փոխհարաբերությունների առաջացել եւ ինքը լավ տեղյակ լինելով մեր ամսագրին, թե ինչ ենք տպագրում, ընթացիկ մամուլ առաջարկեց այդպիսի մի անթոլոգիա ստեղծել եւ սիրով հանձնառա այդ անթոլոգիան կազմելը, խմբագրելը եւ ներկայացնելը։ Քանի հեղինակ է ներկայացված ընտրանիում։ Մոտ 40 հեղինակ։ Եթե չեմ սխալվում, գոնե անկախացումից հետո նման փորձ արձակի պահով չի արվել։ Այո, դուք ճիշտ եք, որովհետև այդ անթոլոգիա տպագրվել է հայ քնարերգության անթոլոգիա Հայաստանի գրողների միությունը հրատարակեց 2 հատորով, բայց արձակին առհասարակ չկար։ Կա արդեն գիրքը գրախանութներում։ Գիրքը արդեն կա գրախանութում, հեղինակները մեծ մասը ստացել են այդ գիրքը։ Այդ գրքում ընդգրկված են 3 սերունդների արձակագիրներ։ Հրանտ Մաթևոսյանի սերունդը, հետո մեր սերունդը եւ երիտասարդները։ 3 սերունդ ներկայացված են այդ ամսագրում եւ կարող եմ ասել, որ ընթերցողները կգտնեն իրենց հեղինակներին, եթե կարդան գիրքը հասնի իրենց, որ այս օրերի համար շատ դժվար է։ Նախ շնորհավորում եմ գիրքը լույս տեսնելու կապակցությամբ եւ հուսանք իսկապես կհասնի, բայց հասնելու համար մարդիկ նախ պետք է ընթերցեն։ Չընթերցասիրությունը, արհեստական բառով ասեմ փոքրինչ,
կարծեք մեր ժամանակներին բնորոշ մի երևույթ է դարձել։ Նախ համամիտ եք, որ դարձել ենք ավելի քիչ ընթերցող, թե ամեն դեպքում ընթերցում ենք, բայց ոնց որ այդ մասին քիչ է խոսվում։ Համամիտ եմ, որ ավելի քիչ ենք ընթերցում, շատ ավելի քիչ, քան նախկինում։ Առաջին ես ընթերցողներ մենք կորցրել ենք, շատ ընթերցողներ ենք կորցրել։ Եվ պատճառները կան այդ բոլորի։ Ոչ թե ժամանակակից աշխարհում քիչ են ընթերցում, հասկանալի է նույնքան է կրճատվել ընթերցողների թիվը, որ կան Հայաստանում։ Ես կարծում եմ մեր մոտ շատ ավելին է կրճատված ընթերցողների թիվը։ Ոչ թե մենք գրի հանդեպ կորցրել ենք մեր հետաքրքրությունը, այլ գիրքը տեղ չի հասնում, որովհետև ամբողջ գրաշուկան, որպես այդպեսին, ինքը խարխլված, փլուզված է։ Նա պետք է հատիկ նորից վերականգնել եւ հավաքել։ Եթե մեծ քաղաքներում, մայրաքաղաքներում կան գրքի տներ, պալատներ, որտեղ միջազգային ցուցահանդեսների ժամանակ մեծ երկար հերթեր են կանգնում, մարդիկ ժամերով գալիս են, գիրք են ընտրում, գնում են գիրքը, ընթերցում են, մեր մոտ չկա, եթե մեր քաղաքը մանգանք, մենք ունենք մի քանի տամենը գրախանութ Երևան քաղաքում, գրքի պալատի, գրքի կենտրոնի գաղափարն էլ անտեսվեց, ես ժամանակին մեծ հրապարակում եմ արել եւ այդ համարը ուղղվել է քաղաքապետին Զաքարյանի ժամանակ, Զախարյանին ներողություն։ Կներեք, Շան ջան, բայց չէ՞ որ նորն էլ է, բանակ բյուրոկրատ գրախանութ բացվեց, բուկինիստը Փառք Աստծո դեռ կա։ Մնաց իր տեղում։ Մնաց իր հերոսաբար կարելի ասել պահպանվեց եւ նույնիսկ որոշակի թարմացրեց իր գործունեությունը, ասենք մտնում ես դաշնամուրը նվագում է, միջոցառումներ են անում, ախնկո ապոր գրադարանը ակտիվ է։ Գրադարան է, դա գրախանութ չի։ Հասկանալի է, բայց էլի կենտրոն է, որտեղ գալիս են երեխաներ, ինքը շատ կարևոր է, որ երեխաները, ասենք, առաջին շփումն է կատարվում գրքի հետ, որը կարող է ամբողջ հետագա կյանքի համար, կարծում եմ համամիտ կլինեք, վճռորոշ դեր ունենալ։ Ինչ եմ ուզում ասել։ Հիմա դրանք առանձին անհատական նախաձեռնության վրա հիմնված օջախներ են, թե ենթակառուցվածք է աշխատում։ Ոչ, ենթակառուցված չի աշխատում, դրանք առանձին օջախներ են եւ նախաձեռնողներն էլ առանձին մարդիկ են։ Բարեբախտաբար եւ ցավոք սրտի։ Բարեբախտաբար, որ կան այդպիսի մարդիկ, ցավոք սրտի, որ պետական մտածողության մեջ այդ բոլորը կարծում եմ, որ ստվերում է մնացել։ Այլապես մենք կունենենք շատ գրախանութներ, գիրքը տեղ կհասներ, կմտներ դպրոցներ, մարզեր, ես միայն Երևան քաղաքը նկատի չունեմ, ամբողջ Հայաստանը նկատի ունեմ, մարզեր կան, որ ոչինչ չունեն, գրադարաններ կան, որ տարիներով ոչ մի միավորով չեն համալրվել, իսկ ընթերցողը, եթե գրադարանից է օգտվում, պետք է նորույթներին ծանոթանա այնտեղ։ Այդ բոլորի համար հատկացված ֆոնդերը կամ չհատկացած ֆոնդերը ինչ են լինում, այդ մասին պետք է մտածել։ Առաջի հերթին կարծեմ ժամանակին արդեն նախագահն էլ ասեց, թե վարչապետը, որ պետք է համալրել մեր գյուղական շրջանների, գրադարանները, այսպես շեշտը դնել գիտելիքի վրա, եթե մենք այս տեսակ գնանք, շեշտը երբեք էլ գիտելիքի վրա չի ընկնելու, չենք հասնի տեղ։ Ասում է գիտելիքահենք տնտեսություն։ Այո։ Կրթությունը կարևոր է, բայց կրթությունը կամ կրթված լինելու համար նախ եւ առաջ կարդացած պետք է լինել, կարծում եմ։ Կա ընկալում կամ տպավորություն, որ կարդալը մի տեսակ մոդայիկ չէ, ընթերցելը մոդայիկ չէ, հետո դա չի քարոզվում։ Թվում է թե դա ասել ինչ կարիք կա ասելու, այ գիրք կարդացեք, ինչ կարիք կա գիրք կարդացող մարդուն դրական կերպարով որևէ սերիալում ներկայացնել։ Չեք կարծում, որ այդ ամենը նույնպես անդրադառնում է ընդհանուր հասարակական չասեմ մտակաղապարների, բայց ընկալումների միջինը, վիճակագրական ընկալումների վրա։ Ազդում է թե չի ազդում այս սերիալները, այդ հերոսների ազդում են։ Հասարակական գիտակցության վրա այսօր ամենաուժեղ այսօր այս ժամանակ ամենաուժեղ ներգործություն ունենում են ԶԼՄ-ները, հեռուստաալիքները առաջին հերթին։ Այդ գիտակցությունը նրանք են ձևավորում։ Եթե մեր հեռուստա ալիքներով դու որևէ գրքի մասին մի հաղորդում չես տեսնում, մի հետաքրքիր հաղորդում, բանավեճ, այսինքն մի բան, որ կատարվում է, այսինքն Ռուսաստանում, ասենք կուլտուրա ալիքով դու կարող ես շատ ու շատ հետաքրքիր հաղորդումներ
դիտես, տեսնես, քննարկումների մասնակցես եւ հետաքրքրությունը տենկան կուժեղանա, որ այդ գիրքը դու կվերցնես եւ կկարդաս ի վերջո։ Մեր մոտ այդպիսի խնդիր չի դրված։ Այսինքն, ես կարծում եմ, որ դնելով այդ խնդիրը մենք բարձրացնում ենք հայ մարդու ինքնարժեքը տեղում։ Եթե Ռուսաստանում է, ուրեմն ռուսաստանցու ինքնարժեքի բարձրացման խնդիր է դրված, բայց ցավոք սրտի ես դա չեմ նկատում մեր իրականության մեջ։ Բայց ով պիտի դնի այդ խնդիրը։ Գրական շրջանակները, ասենք պետական հաստատությունները, ով։ Դա ամբողջական մտածողությունը, ոչ գրողների միությունը առանձին կարող է այդ խնդիրը լուծել, ոչ պետությունը առանց հեռուստաընկերությունների, ոչ ընթերցողները առանց պատկերացնում ես, սա ամբողջական մեծ համակարգ է, որը պետք է մշակվի եւ քաղաքականություն վարվի։ Իսկ այդ քաղաքականությունը չի նկատում, որ գնում է այդպիսի, այսինքն քայլեր արվում են։ Տեսեք 12 թիվը հայտարարված է գրքի միջազգային, քաղաք է հայտարարված, տարի։ Երևանը համաշխարհային մայրաքաղաք։ Բայց 5 գրախանութով դուք պատկերացնում եք այդքան հյուրերի մեջ ինչ ենք մենք ցույց տալու։ Գոնե սա մի լավ առիթ լինի, որ մարդիկ թափ տան իրենց, մտածեն, որտեղ ինչ ձևով պետք է կազմակերպվես բոլորը։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել, նույնիսկ կրթական, ուրեմն հաստատություններում շատ դժվարությամբ են ժամանակակից պարբերականներ են մտնում եւ մամուլը։ Ես չեմ հասկանում այդ արգելակող հեղինակները, պաշտոնյաները ինչ են մտածում։ Կտրելով ուսանողությանը ժամանակակից գրական process-ից նրանք արգելակում են նրանց ընթերցանության ծարավը, փափագը եւ հակումը, հասկանալի է, եւ հետո մենք կստանանք այն ինչ որ ստացանք։ Հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին այսպիսի մի արտահայտություն ունի, որ անատը չընթերցելով հատուցում է իր ճակատագրով, իսկ երբ ժողովուրդը կամ ազգը չի ընթերցում, հատուցում է պատմությամբ։ Կարծում եմ այս աֆորիզմի մեջ մեծ ճշմարտություն կա։ Դուք առնվազն գոնե այս ընտրանու առնչությամբ առավել քան քաջածանոթ եք ժամանակակից հայ արձակին։ Որն է ժամանակակից մեր գրողների գրականության մեսիջը իր ընթերցող ժողովրդին, հասարակությանը։ Մի մեսիջ լինել չի կարող, հասկանալի է, որ գրողները ինչքան անհատական են, իրենց խոսքը այդքան տարբեր է։ Մենք չենք կարող, քանի որ մեկ գաղափարախոսություն չի գործում երկրում, մենք ազատվեցինք, չէ՞ նախորդ ասենք շրջանի ասենք այդ գաղափարախոսական շտամպներից, կլիշեներից եւ այլն։ Հիմա շատ տարբեր է մարդկանց խոսքը չի կարելի, ասենք մեկի բերել հանգեցնել։ Եթե անհատները շատ են, նրանց խոսքը ավելի միևնույն է, բայց ուղղված է մարդու բարեղ փոխմանը, մարդու դժվարություններին, որովհետև հիմա մենք սոցիալական մեծ ցնցումների եւ ասենք վերափոխումների տեխնոլոգիական հայտնագործությունների մեջ են գտնվում, մարդը շատ արագ փոփոխությունների է ենթարկվում։ Այդ փոփոխությունների հարաբերությունն է արտացոլում այսօրվա գրականությունը։ Մի բան, որ նախորդ գրականությունը չի արել։ Այսօրվա գրականությունը իր որակական բովանդակությամբ եւ արծարծած խնդիրներով ինքը տարբերվում է նախորդ գրականությունից եւ դրանով ինքը պետք է շատ ավելի հետաքրքիր լինի հենց այսօրվա մարդու համար։ Ուզում եմ այս ամբողջ գրաշուկայի տեսականում մեջ առանձնացնեմ մանկական գրականությունը, մանկապատանեկան, որ պահանջարկ ունի եւ գնում են թանկ, ասենք հեքիաթների ժողոված բուլղարական, ուզբեկական, թեկուզ ինչ ասես, պարսկական գնում են։ Դա մի շատ մեր հրատարակչական հաջողություններից մեկն է, որ բարձր որակի նաև տպագրություն են ապահովում։ Շատ բարձր որակի, այսօր քանի որ նոր տեխնոլոգիաներ են ներկրվել դրսից, լավագույնները արդեն ներդրվել են եւ լավ գրքեր տպագրելու հնարավորություններ կան եւ գեղեցիկ գիրք է մանուկներին անհրաժեշտ նաեւ ձևավորված, հասնում է։ Իսկ ինչ վերաբերում է հանրահռչակ անուններին, որոնց մի գիրքը բեսթսելլեր է եղել, վաճառվել է եւ հետո կարող է այսպես աժոտաժ առաջանա որևէ երկիր հեղինակի գնալուց, դա լավ բան է, լավ է։ Կոելյոն ես
պաշտամունք չունեմ, հետաքրքիր լավ հեղինակ է, կարդացել են, թարգմանվել է, լավ է, բայց կան շատ լավ հեղինակներ, մենք ունենք հայ հեղինակներ, նախ հայ հեղինակի խոսքը հասցնենք հայ մարդուն, նախ եւ առաջ, մենք այդպիսի խնդիր պետք է ունենանք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մերնատան հյուրն էր Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, թարգմանիչ, Նարցիս ամսագրի փոխխմբագիր։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Մինչ նոր հանդիպում Արմ ռադիոյի եթերում։